Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար հերթական անգամ նախապատրաստել է ինֆորմացիայով, երաժշտական, էքսկլյուզիվ թողարկում, ունեմ շատ սպասվածյուր, որ առաջին անգամ է ինձ մոտ տաղավարում եւ ինձ համար եւ շատերի համար շատ ցանկալի երևույթով եւ իհարկե նորություններով։ Դրա մասին րոպե նրանց, որովհետև այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջություն մաղթեմ, հաջողություն եւ ամենակարևորը հարազատների գրկում ու Աստծով։ Եվ տվյալ պահին բավականին հաճելի տեսանյութ եւ տեսախոլովակ, ասեմ, որ հենց իմ հերոսույն ամենանմիջական կապն է տեսանյութի հետ, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Դե ինչ 21 TV եթերում աշխատանքս շարունակում է Զինայդ։ Նախագիծը եւ ինձ ճանաչողները գիտեն, որ ոչ միայն ես, այլ հենց տարոնցիներն են անդավաճանից։ Եվ այսօր մեծագույն սիրով եւ ես հերթական անգամ բարձրաձայնում եմ եւ ամենասպասված նորությունն եմ ներկայացնում Տարոն գեղագիտական կենտրոնի մասին։ Եվ մեծագույն սիրով հյուրընկալել եմ Տարոն գեղագիտական կենտրոնի պարուսույց Մարիամ Թադևոսյանին։ Մարիամ ջան, ողջույն գեղեցկուի։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին միանգամից անկեղծանալ ասել, որ երբ որ մենք տանացիներով դարձանք տարոնցի, այսինքն մի քիչ լավ չեմ կարում այդ արտահայտեմ թորնիկս, հասավ Տարոն, որովհետև այնտեղ կար պարուսույց Մարիամ Թադևոսյանը։ Սկզբի համարի միաս ոնց է, նորմալ պարապում է։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Ոնց ես Մարջան։ Շատ լավ։ Տեսքդ շատ լավ է։ Շնորհակալություն քեզ։ Եվ ես շատ շնորհակալ եմ քեզ նախ այս թեմայի մասին, որ պետք է բարձրաձայնենք վարքյան առանց, երբ որ ես առաջին անգամ ակտիվ համացանցը ու բավականին շատ տարածվել էր տեսանյութ, որտեղ գեղեցկուի պարուսույցը մի թեմայի մասն է խոսում, որ շատ ծնողների համար հոգեհարազատ էր։ Ես ուզում եմ միանգամից դա սկսենք, հետո մի քիչ հետ գնանք։ Ինչ ես որոշել անել Սմարթ ջան։ Ես ունեի նպատակ, որին ինձ օգնեց հասնեմ Լիլիթ Մազմանյանը, հոգեբան եւ լոգոպեդ։ Այո։ Իհարկե իմ մեջքի հետևում կային կանգնած շատ մարդիկ, իմ ընտանիքը, հարազատներս, ծնողներս, ամուսինս առաջին հերթին, որոնք ինձ օգնեցին եւ ասենց թեւուտիկունք եղան, որպեսզի ես հասնեմ իմ նպատակին։ Ես աշխատում եմ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ, որպես պարուսույց, ոչ միայն պար, նաև աշխատում եմ իրենց մկանների հետ, քանի որ կան երեխաներ, որ ունեն խնդիրներ մկանային զարգացման հետ։ Լավ։ Եվ այդպես աշխատում եմ Տարոն գեղագիտական կենտրոնում եւ անհատական եւ խմբակային, բացի աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաներից նաեւ աշխատում եմ մեր կենտրոնի բալիկների հետ։ Իսկ Մար, երբ որ տեսանյութը տեղադրեցիր, որպեսզի տարածվի, այսպես ասած նաեւ գովաստ, շատերը ուղղակի ուզում էին օգնեին, տարածեցին, հիմա կա խումբը։ Այս պահի դրությամբ խումբ չկա, բայց աշխատում եմ անհատական շատ բալիկների հետ, քանի որ ծնողներն են ցանկանում այդպես։ Դա ինչ որ հատուկ ծրագիր է, ինչպես ես աշխատում այդ երեխաների հետ։ Հատուկ ծրագիր, նրանք յուրահատուկ երեխաներ են եւ ամեն մեկի հետ պետք է աշխատեմ յուրովի։ Այսինքն
ես չունեմ հատուկ, ունեմ հատուկ ծրագիր մշակված, բայց բոլորի հետ նույն ծրագրով ես չեմ աշխատում, քանի որ կան երեխաներ, մեկ այլ ձև են, կան երեխաներ ուրիշ ձև են։ Այսինքն մինչև չես շփվում, չես հասկանում։ Առաջին հերթին փուլերով, այսինքն առաջին փուլում ծանոթանում ենք երեխաների հետ, հետո ծանոթացնում ենք իրեն միջավայրի հետ, մեր կենտրոնի հետ, ամեն դահլիճի, սրահի, նկարչության իհարկե, քանի որ կան երեխաներ, որոնք ցանկանում են նաև նկարչության դասերի գնալ, որից հետո արդեն աշխատում եմ երեխաների մկանների հետ, քանի որ տեսնեմ արդյոք լավ զարգացված է թե ոչ, նրանց վարքագծի ավելի ճիշտ Պահելաձևը ինչպես է։ Պահելաձևը շատ լավ է։ Իսկ ծնողները ներկա են լինում պարապմունքի ժամանակ։ Այո, ծնողներ կան ցանկություն ունեն ներկա լինելու, ծնողներ կան ցանկություն չունեն ներկա լինելու դասերի ժամանակ։ Իսկ տարիքայինը ոնց է։ 4 տարեկանից մինչև 12-13 անգամ ավելի բարձր։ Իսկ եթե այսքանը խոսում ենք, ինչ որ գալիս ենք կետի, որ ինչ որ մի բան ունենք արած, հա, հնարավոր է որ այս երեխաները բեմ բարձրանան։ Այո, հենց դա էի ուզում ասեի, քանի որ հարգելի մայրիկներ։ Այո, տեսախցիկ կողմն է։ Այո, մայրիկներ կան, որոնք չեն ասում իրենց երեխայի խնդրի մասին։ Բայց դա այնպիսի բան է, որ պետք է խոսեն, ընդհանրապես ամաչելու ոչինչ չկա։ Ծնողներ կան, ընդհանրապես չեն արտահայտվում եւ այդ ամենի մասին հետո ենք իմանում դասերի ընթացքում երեխայի պահելաձևից, վարքագծից։ Շատ եմ խնդրում, ընդհանրապես ոչինչ չկա ամաչելու, հանգիստ իրեն կարող են արտահայտվել։ Կան խմբեր, որոնք որ տարոնում չեն, այլ խմբերում ես նկատել եմ, որ երեխաներին առանձնացնում են խմբերից։ Այսինքն երեխաներին բեմ չեն բարձրացնում։ Բայց իմ նպատակը այս պահի դրության պահին է, որ երեխաները բարձրանան բեմ։ Ծնողները տեսնեն իրենց երեխաներին բեմի վրա ապարելուց։ Բարև ձեզ, ես Մարիամ Թադևոսյանն եմ, Տարուն գեղագիտական կենտրոնի պարուսույց։ 2025 թվականի սեպտեմբեր ամսից մեր կենտրոնում կբացվի առանձնահատուկ խումբ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների համար։ Նախաձեռնություն, որը իրենից ներկայացնում է սեր, հոգատարություն եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային։ Շարժման ու ռիթմի միջոցով կզարգանա երեխայի շարժողական հմտությունները, ինքնավստահությունը եւ հույզերի արտահայտման կարողությունները։ Եթե դուք հատուկ կրթական կարիքներով երեխայի ծնող եք եւ փնտրում եք ապահով միջավայր, որտեղ ձեր երեխան կսովորի եւ կբացահայտի իր ներուժը, ապա Տարուն գեղագիտական կենտրոնը հրավիրում է ձեզ միանալու մեր նոր ձևավորվող խմբին։ Մանրամասների համար կարող եք մեզ հետ կապ հաստատել նշված հեռախոսահամարներով։ Այդ երեխաներն էլ իրավունք ունեն լինել այդ երեխաների իրավունք ունեն, այո, բարձրանան բեմ։ Քանի որ իրանք էլ մեզպես։ Այո, ես թույլ կտաս քո հենց թույլտվությամբ ասեմ, որ Տարուն գեղագիտական կենտրոնի մասին գիտեն, իմ կարծիքով ոչ միայն հանրապետություն, այլ սահմաններից դուրս, արդեն գործում է ընդունելությունը, կարող են զանգահարել, չէ՞ մար։ Այո, իհարկե։ Ընդունելությունը 4 տարեկանից է սկսվում, ունենք 3 բաժին՝ պարարվեստ, նկարչություն եւ երաժշտություն։ 3 բաժիններում էլ ընդունելությունը կա, տարվա յուրաքանչյուր ամսին կարող են մոտենալ ծնողները։ Հիանալի է, եւ եւս մի հարց, ընդունելուց առաջ չափանիշներ կան մար։ Բացի այն, որ պետք է ինչ-որ սլացիկ, պլաստիկ չկան։ Իհարկե, հա։ Այդ փաստա դա։ Ուրիշ ինչ չափանիշներ կան։ Չունենք հատուկ չափանիշներ, մենք երեխային կրթում ենք մեր ձևով։ Թմբլներին էլ մի քիչ նիհարացնում։ Թմբլներին էլ նիհարացնում ենք, այո, իհարկե։ Լավ թմբլներ ունենք, չէ՞։ Շատ լավ։ Տվյալ պահին ինչ ենք անում, պատրաստվում ենք, չգիտեմ, համերգային ծրագրի։ Ունենք համերգային ծրագրեր, ներկայացնելու ենք շատ համարներ, մեր կենտրոնով հենց ամենօրյա ծրագրեր ունենք շատ։ Այո։ Եվ իհարկե տարեվերջյան մեր համերգը, որին որ ամբողջ տարի ենք պատրաստվում։ Շատ լավ, ու միշտ Վարմեդինա Կոպովնա, ինչի համար ես խելագարվում եմ։
Մար մի հարցել, ժողովներից մեկի ժամանակ որպես մամա, երբ որ ներկա է, դու ասեցիր, որ ծնողնա ջան, խնդրում եմ, բացակայությունները քիչ լինի, դե հասկանում ենք այդ մի քիչ վիրուսային տարբերակը, որովհետև մենք ունենք համերգային ծրագիր Գյումրի, գնալու ենք Վրաստան, դրանք մրցույթներ են, թե ուղղակի փառատոն համերգներ են, ոնց է դա կազմակերպվում։ Եվ մրցույթներ, եւ փառատոններ ուղղակի, որտեղ որ մասնակցում են նաեւ մեր խմբերը կենտրոնի։ Ունենք Գյումրի, այո, շատ ճիշտ եմ ասել։ Այո։ Արդեն կամաց ճիշտ այն բալիկները դեռ փոքր են, ունեմ 2 դասարան, բայց իմ կարծիքով դեռ փոքր են իրանք մեծ փառատոնների մասնակցելու համար։ Բայց Գյումրիում կմասնակցեն անպայման, միայի խումբը հենց։ Այո։ Ու ունենք էլի շատ համերգներ։ Էլի մի քանի օր առաջ կենտրոնի հենց Բաքում կազմակերպվեց համերգ։ Հիանալի համերգ, որը նվիրված էր իդեպ Մալացիա Սեբաստիա համայնքի 100-ամյակին, իսկ այն որ ասում բանգլադեշցիները չլինեին հետաքրքրած ցույց տային բանգլադեշցի ձինայի հետ, դա փաստով չէր կարող լինել։ Տարոն գեղագիտական կենտրոնի հիմնադիր կրքար, պարոն Հովանես Թաթևոսյանին։ Ժողովուրդ եմ բոլորին, սահմանենք մեր համայնքի բնակիչներին։ Ինֆորմացիան ես փաստ կարող եմ ասել, որ ամենաշատը պետքա տարածեմ եթերից հետո, եթե կիսատեկն էլ հարգելի է հեռուստադիտողներ, մի նեղվեք, վաղը ժամը 13:00-ին կրկնությամբ այս ամենը նորից կարող եք լսել, որից հետո մի քանի ժամ հետո կարող եք գտնել YouTube-յան մեր ալիքում։ Իսկ այսքանից հետո մար ուզում եմ անցում անենք նաև ինֆորմատիվ։ Լինելով գեղեցկուհի, պարուհի եւ արդեն ես չեմ վախենա եթերում ասել նաև ապագա մայրիկ։ Ինձ հետաքրքիր է ինչպիսին է իմ գեղեցկուհին որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի։ Աղջիկով սիրում է ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը։ Չէ։ Աղջիկով տեսակետորը մեկ ուսանում է եւ աղջիկ տունտեղ ընկեր կոլեկտիվ ոնց է չլինի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը։ Այ կազմակերպելը, այո, եղել են շատ դեպքեր, որ իմ համար կազմակերպել են ծնունդ, քանի որ ես չեմ արել կամ ուշացրել եմ։ Չես տենց խորացված մտածում դրա մասին։ Ինչ հիմնականում շատ եմ սիրում անցկացնել ընտանիքիս անդամների հետ, քանի որ իրանք են ամենակարևորը։ Հիանալի է, բայց երբ որ ես քո Instagram-յան էջը հետևեցի, տեսա դու իսկապես մարո է, կոմեց թամբալս, բոլորը կոմր կազմակերպում են։ Համացանցը տարածվել էր, ինչպես է մեր պարուսույց Մարիամ Թադևոսյանին ամուսնության առաջարկանում մեր ապագա փեսան Դուբայում։ Մարջան, քեզ լկստվածել եմ ոնց ասում, բոլորը կազմակերպում են, դու վայելում ես։ Համենայն դեպս ես կարող եմ նաև բարձրաձայնել մեծ, sense բարձր մեծանուն Տարոն գեղագիտական կենտրոնի մասին հանձինես իմ շատ սիրելի պարոն Թադևոսյանի եւ ինձ մոտ աղավարում է արդեն պարոն Թադևոսյանի թորնիկը, ես աստվածաշաճ ծերանամ, որ ծորների հետ էլ շփվեմ, այսպես ասած։ Մար ես ուզում եմ, որպեսզի տեսախցիկին նայելով դու շնորհավորես օրվա բոլոր հոբելյարներին եւ քո բարեմաղթանքն ասես։ Շնորհավորում եմ բոլորին, լավագույն բարեմաղթանքներով, ամենակարևորը առողջություն, շատ սեր ու երջանկություն։ Ապրես, շատ շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ լավ գործի համար եւ հավատա Աստված կտա քեզ այնպես ինչպես որ դու ես ուզում։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Իսկ այսքանից հետո շատ կարևոր թեման ամփոփելուց հետո ես ում ձեզ հաջողություն մաղթեմ միմիայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ գեղեցկուհի պարուսույց Մարիամներ եւ ձեր Ձինա Հակոբովնան ինձ փնտրեք 21 TV եթերում բարին են ձեզ։ Ոխի